Երկրի վրա քայլող քաջառյուծները եւ երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Ռոման Վլադիմիրի Պողոսյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1979 թվականի ապրիլի 12-ին Արցախում, Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում։ 3 եղբայր էին, ինքը միջնեկն էր, աշխատասեր, համեստ ու խելոք երեխա։ Դեռ փոքր տարիքից սիրել է զենքի նման խաղալիքներ ու զենք։ Պատանեկան տարիներին հաճախ է գնացել որսի եւ միշտ հաջողություններ է դրսեւորել, անվրեպ խփելով նշանառության տակ վերցրած կենթանուն։ 1986 թվականին գնացել է առաջին դասարան, սովորել է գյուղի դպրոցը գերազանց նիշերով։ Արցախյան ազատամարտի ժամանակ 13 տարեկան էր։ Հայրը ծանր վիրավորում է ստացել։ Մայրը 5 ամիս հոր հետ Երևանի Էրեբունի հիվանդանոցում է եղել ու ընտանիքի հոգսը մնացել է նրա ուսերին։ Այդ օրերին նա նամակ է գրել մորը. «Մամ ջան, ճշտապես, չմտածես մեր մասին։ Մնա որքան պետք է։ Բժիշկներին լսի, պապային լավ խնամի, մենք լավ ենք»։ Ահա թե նրա անհուն սերը հայրենիքի հանդեպ որտեղից էր բխում։ Նա ազատամարտիկի որդի էր եւ մեծանում էր հայրենասեր հոր դաստիարակությամբ։ Պատերազմի պատճառով նա ստիպված գյուղից գյուղ էր տեղափոխվել՝ Ուխտաձոր, Մեծ Թաղլար, նույնիսկ հասել Հայաստան, Երևան, եւ որ դպրոցն էլ գնացել էր, գերազանց էր սովորել։ Նա միշտ վստահ էր սեփական ուժերին, գիտակցում էր, որ պիտի դառնա իր հայրենիքին, իր հայրենի լեռներին պիտանի զավակ։ Ու դարձավ։ Դպրոցը ավարտելով ընդունվել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Դասախոսական կազմը հիացած էր նրա ընդունակություններով եւ գիտելիքներով։ Սակայն հայրենիքը կանչում էր, որն էլ հենց իրենն էր։ Նա կարծես դրան էր սպասում եւ կիսատ թողնելով կրթությունը զորակոչվեց բանակ։ Զորակոչվել է 1998 թվականին Արցախի Ասկերանի շրջանի Հայկազովի բրիգադայում։ Ամիսներ անց տեղափոխվել է բրիգադային կից ուսումնական զորամաս, սպայական 6 ամսյա դասընթացների։ Այդ դասընթացներից հետո, քանի որ հրաշալի էր դրսևորել իրեն, արտահերթ կարգով ստանալով լեյտենանտի կոչում, որպես հրետանավոր տեղափոխվել է Ֆիզուլի։ 2000 թվականին լրացել է նրա ժամկետային ծառայությունը, սակայն նա չի զորացրվել, այլ հասկանալով, որ ռազմական ուղին իրենն է, մնացել է տեղում աշխատելու, զուգահեռաբար սովորելով համալսարանում, ավարտել այն։ 1999 թվականին տեղափոխվել է այլ զորամաս, հրետանային դիվիզիայում որպես մարտկոցի ավագ սպա։ 2000 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում եւ նշանակվել մարտկոցի հրամանատար։ Ծառայել է պատշաճ ու նվիրումով, որի համար էլ արտահերթ ստացել է մայորի կոչում ու նշանակվել հրետանու շտաբի պետ։ Ամուսնացել է 2001 թվականին Գեղեցկուհի Մարինայի հետ։ Նրանց մոտ եղել է սեր առաջին հայացքից եւ իրենց համատեղ կյանքում ունեցել են 3 զավակ, 2 տղա, 1 աղջիկ։ 2006 թվականին լավ ու պարտաճանաչ ծառայության համար մեկ այլ զորամասում նշանակվել է D20 դիվիզիոնի հրամանատար։ 2008 թվականին ստացել է փոխգնդապետի կոչում։ 2009 թվականին նշանակվել է հրետանային դիվիզիոնի հրամանատար, իսկ հետագայում հրետանու պետ։ Հերոսացին մոր Տիկին Էլմիրայի սրտով չի եղել, իսկ Ռոմանն ասել է. «Եթե ես չգնամ, այն մեկը չգնա, երրորդը չգնա, չորրորդը չգնա, բա ով պիտի գնա»։ 2013-ից 15 թվականներին վերապատրաստման նպատակով գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմական ակադեմիա, որն ավարտել է ոսկե մեդալով։ Նա իր ծառայության ընթացքում եղել է բարեխիղճ ծառայող եւ սպա, սիրված թե զինվորների, թե հրամանատարական կազմի կողմից եւ բազմիցս է արժանացել պարգևների։ ՀՀ-ի կողմից անբացիր ծառայության համար առաջին, ապա երկրորդ, հետո երրորդ աստիճանի մեդալների, որից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ, ԵԿՄ 20 տարի մեդալների, ինչպես նաև պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության ուսման գերազանցիկ, մեծ հաղթանակ 70 եւ Միխայլովի անվան ռազմական հրետանային ակադեմիայի 155-ամյակին նվիրված մեդալներով։ 2015 թվականին տեղափոխվել է Ջեբրայելի Էնզորամաս, որպես հրետանու հրամանատար։ Որտեղ էլ ծառայում էր, դառնում էր առաջնայինն ու տվյալ զորամասի հոգին։ Անտեղի չէ, որ միշտ խրախուսվել է մրցանակներով։ Դիրքերում որքան էլ խիստ ու պահանջկոտ էր, նույնքան էլ բարի ու գթասիրտ էր։ Նրան կարող էր դիմել ցանկացած շարքային զինվոր ցանկացած խնդրով ու ստանալ դրական լուծում։ Կապիտան Սամվել Ղուբաթյանը ասում է. «Ամեն անգամ մոտս հարց է առաջանում, թե ինչպես մարդ կարող է լինելով այդ բարձր պաշտոնում մնա այդքան բարի ու ծառայություն անցկացնի արժանապատվորեն։ Նրա հետ հաշվի էին նստում անգամ տարիքով մեծ հրետանավորները, միշտ խորհուրդ հարցնում,
ասածն էլ հաշվի առնում։ Մի անգամ համեստորեն պարծենալով կնոջն ասել էր, որ թուրքերի բազան քանդել է։ Կինը Մարինան ասել էր. ես դրանցից չեմ ուրախանում։ Մի օր էլ իրենք քեզ կնկատեն ու քո բազան կքանդեն։ Նա մեղմ ժպտացել էր. դու դա չես հասկանա, թե ես ինչ գործ եմ արել։ Որի համար հրամանատարական կողմից արժանացել էր խրախուսանքի։ Չափազանց գաղտնապահ էր։ 18 տարի նվիրեց ծառայությանը եւ այդ 18 տարվա մեջ 18 նախադասություն չի արտաբերել ծառայությունից։ Բայց պատերազմից առաջ կնոջն ասել էր. եթե ապրիլին չլինի պատերազմ, մայիսին հաստատ կլինի։ Սահմանին թշնամու կողմից կուտակումներ շատ են լինում։ Ապրիլի 1-ի ու լույս 2-ի գիշերը հարձակում սկսվեց եւ առաջինը Լալա Իլագիի բարձունքն էր, որ առնվել էր թշնամու նշանառության տակ։ Մեր հերոսն իր զինվորներին եւ զինընկերներին օգնության չհասնել չէր կարող ու ամսի 2-ին իր 4 սպա ընկերների Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, հավաք լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի եւ մայոր Սուրեն Մելքումյանի հետ օգնության շտապեց Ախոյանի դեմ թեժ մարտ մղող իր զինընկերներին ու զինվորներին։ Նրանք մեկնեցին հենց իր մեքենայով։ Իր իսկ վարորդին հրամայեց մնալ, քանզի հստակ գիտակցում էր, որ մարտի դաշտում վտանգը մեծ է ու չէր ուզում վտանգել մի կյանք եւս։ Ինքն այդ օրը տուն էր գնալու։ Չի գնացել։ Կարող էր չգնալ մարտադաշտ, բայց ըստ նրա բնավորության չէր կարող լինել նման բան։ Ու հենց նույն օրն էլ 2 ժամ տևած մարտից հետո անբաժան ու հավատարիմ ընկերների նման 5 սպաներով հավերժացան։ Նրա մարմինն այն 18 հոգու մեջ էր, որոնց գերի էր տարել ոսոխը եւ խոշտանգել։ Այն ամբողջությամբ ծակծկված էր բեկորներով։ Փառք նրա եւ մյուս սպաների հիշատակին բոլորի առաջ պատվի եմ առնում եւ խոնարհվում։ Նրանք հետմահու պարգևատրվել են Արցախի արիություն եւ ՀՀ մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Դաժան ճակատագրի կամահաճույքով նա հուղարկավորվեց իր իսկ ծննդյան օրը, ապրիլի 12-ին։ Պիտի դառնար 38 տարեկան, բայց օրերի տարբերությամբ, սոսկ օրերի տարբերությամբ հավերժ մնաց 37 տարեկան։ Մինչ 2023 թվականը արցախցիների բռնի տեղահանումը գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը նրա անվամբ էր։ Նորից ու նորից խոնարհումս նրան եւ կրկին ասում եմ. քո անվան ու խրոխտ ոգու առաջ պատիվ ունեմ, հերոսս։